Մենք վերադարձանք եւ շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում։ Մեր տաղավարում են արդեն մեր հյուրերը, շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք այսօր խոսելու՝ հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն։ Այս նոր մասնագիտություն է, որն այս տարվանից ներդրվում է Երևանի Պետական հումանիտար քոլեջում։ Մասնագիտությունը ներդրվում է փորձարարական կարգով։ Ինչու է ներդրվել այս մասնագիտությունն ու ինչ խնդիր է լուծելու, կպատմեն մեր հյուրերը։ Սիրանուշ Մելոյան, ԿԳՄՍ մասնագիտության կրթության եւ ուսուցման քաղաքականության մշակման եւ ռազմավարության բաժնի պետ, Հովհաննիսյան Արևիկ, Հայաստանի խուլերի միավորում ՀԿ-ի համակարգող եւ Մուշե Հովսեփյան, հաշվանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ի նախագահ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Նախ շնորհակալություն այս առավոտը մեզ հետ սկսելու համար եւ եկեք հասկանանք ինչու հենց հիմա անհրաժեշտություն առաջացավ Հայաստանում այս մասնագիտությունը ներդնելու համար եւ արդյոք մինչ այս չի եղել նմանատիպ օրինակներ։ Շնորհակալ ենք հրավիրելու համար, քանի որ այսօր անչափ կարևոր հարցի մասին ենք խոսելու։ Մի փոքր ներկայացնեմ մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում տարվող բարեփոխումների մասին։ Այս փուլում համակողմանի բարեփոխումներ են ընթանում մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում, սկսած ուսումնական հաստատությունների օպտիմալացումից, որը զուգահեռաբար գնում է մեկ այլ գործընթացով, որի շրջանակում ուսումնական հաստատությունների շենքերն ենք կառուցում, վերակառուցում, դասավանդողների մասնագիտական կարողություններն ենք հզորացնում, այս համատեքստում արվում են ատեստավորման եւ վերապատրաստման գործընթացներ եւ որ ամենակարևորն է ինձ համար պետք է նշեմ, մասնագիտական կրթության եւ ուսուցման բովանդակության վրա ենք աշխատում եւ փորձում ենք փոխել, լավարկել։ Ինչի շրջանակում վերանայում ենք արկա մասնագիտությունները, հասկանում ենք արդյոք կան մասնագիտություններ, որոնք դասավանդվում են ուսումնական հաստատություններում, բայց այլևս ժամանակավրեպ են, այսինքն պահանջարկը չկա, միգուցե կան մասնագիտությունների պահանջ աշխատաշուկայում, որոնք որ ներդրված չեն ուսումնական հաստատություններում։ Եվ այս համատեքստում Տիկին Սվաջանի ոլորտ համակարգող փոխնախարարի ուղիղ հանձնարարականի շրջանակում հանձնառա այս գործընթացը սկսելուն, հասկացանք, որ հայերեն ժեստերի լեզվի թարգմանչի կարիք կա աշխատաշուկայում եւ որոշեցինք մասնագիտությունը ստեղծել, այսպես ասած, եւ ներդնել մեր ուսումնական հաստատություններում։ Գաղափարի շուրջ հավաքեցինք ոլորտի գիտակներին, սրտացավ մարդկանց, ովքեր որ մեծ սիրով եւ մեծ պատրաստականությամբ միացան թիմին, գաղափարի շուրջ միացան եւ իրենց ներուժը ներդրեցին մասնագիտական այս ծրագրի ստեղծմանը, սկսվեցին քննարկումներ, գրվեցին մոդուլները ծրագրի շրջանակում եւ այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ այո, համառ ջանքերի արդյունքում կարողացանք ներդնել մասնագիտությունը այս պահին թերևս միայն հումանիտար քոլեջում, բայց պլաններ կան, որ հաջորդ տարվանից միգուցե այլ ուսումնական հաստատություններում եւս կներդրվի ծրագիրը։ Ծրագիրը որոշվեց, որ ներդրվի, դա շատ լավ է, բայց ինչպես հասկացաք, որ ժեստերի թարգմանության պակասը իսկապես կա եւ շատ կարեւոր է, որպեսզի ունենանք հենց այդպիսի մասնագետներ։ Ինչպես արդեն նշեցի, բավականին երկար ժամանակ ուսումնասիրում էինք պահանջարկ ունեցող մասնագիտությունները եւ հասկացանք, որ այո, աշխատաշուկայում կա նման մասնագետների խիստ կարիք, շատ քիչ թվով մասնագետներ կային եւ պարզ էր, որ պետք էր այս ուղղությամբ աշխատանք տարվեր։ Հրաշալի, մենք կարող ենք խոսել հստակ թվերից, որքան լիցենզավորված մասնագետներ մենք ունենք մեր երկրում, կոնկրետ թարգմանիչներ եւ արդյոք դա բավարար է ձեր գնահատականի այն մարդկանց համար, ովքեր ունեն այս խնդիրը կամ օրինակ ուզում են ուսումնասիրել այս ուղղությունը։ Ես առաջարկում եմ Արևիկը պատասխանի այդ հարցին, ես լրացնեմ։ Սիրով, շնորհակալություն։ Ոլորտում Արդարադատության նախարարության կողմից լիցենզավորված թարգմանիչներ կան ժեստերի լեզվի ընդամենը 4 եւ դա 2022-26 թվականների արդյունքն եմ ես նշում։
Պետք է նշեմ, որ արտադրության կողմից լիցենզավորված թարգմանիչները միայն նոտարական թարգմանությունների համար է։ Իսկ ոլորտում որպես այդպիսին փաստաթղթավորված թարգմանիչներ մենք չունենք, ովքեր կարողանան խուլ անձին օգնել առողջապահության, կրթության, սոցիալական ծառայությունների եւ այլ ոլորտներում։ Պետք է նշեմ, որ ժեստերի լեզվի թարգմանիչներ դառնում են հենց լսողության խնդիր ունեցող ծնողների զավակները եւ մեր պրակտիկայում հենց այդպես է, մենք էլ մեր կազմակերպությունում ընտրում ենք այն թարգմանիչներին, ովքեր որ ավելի շատ ունեն իրենց կյանքում պրակտիկա եւ ավելի շատ են թարգմանություններ կատարել։ Այսինքն սա նաև խոսում այն մասին, որ մարդիկ կյանքի բերումով են սկսել սովորել այդ լեզուն եւ ոչ թե այն դարձել են մասնագիտական։ Բայց եթե հիմա ենթադրենք, որ արդեն դրվեց այս ծրագիրը եւ մարդիկ սկսեցին ուսումնասիրել այս լեզուն, բնականաբար մարդը նախ եւ առաջ պետք է մտածի, իսկ ես վաղը որտեղ կաշխատեմ։ Իսկ արդյոք ունենք մենք նաև աշխատաշուկա այս տեսակ մասնագետների համար։ Այո։ Իրականում, ինչպես Արևիկը նշեց, տարբեր ոլորտներ կան, որոնք կարիք ունեն ժեստերի լեզվի թարգմանիչների, արդարադատության համակարգը ամենաշատ ունի ժեստերի լեզվի թարգմանիչների կարիքը, մասնավորապես իրավապահների, օրինակ քննչական գործողություններում թարգմանության հարց է առաջանում պարբերաբար, ոստիկանությունում, օրինակ բերման ենթարկելիս խուլ անձանց եւ այլն, կամ օրինակ նոտարական գործարքներ իրականացնելիս կարիքը շատ մեծ է հատկապես հեռուստատեսությունում, գիտեք, որ օրենքը տեսալսողական մեդիայի մասին օրենքը պահանջում է ժեստերի լեզվի թարգմանություն լրատվական եւ մանկական հաղորդումների համար, բայց ցավոք ոչ բոլոր տեսալսողական կազմակերպություններն են, որ կարողանում են ապահովել այդ պահանջը թարգմանիչների բացակայության պատճառով, հատկապես մարզային հեռուստաընկերությունները, որովհետեւ մենք ունենք մարզեր, որտեղ ընդհանրապես չունենք հայերեն ժեստերի լեզվի լեզուն կրող անձինք, ովքեր կարող են թարգմանչական ծառայություններ մատուցել եւ այլ ոլորտներում առողջապահական ծառայություններից օգտվելիս հերավար թարգմանություն իրականացնելու համար եւ տարբեր ոլորտներ, որովհետեւ նաեւ պահանջարկը պիտի ձևավորվի մասնագետների արկայությամբ։ Երբ արդեն մասնագետները լինեն, կարծում եմ պետական աջակցության կարիք էլ լինի, որպեսզի այդ ծառայությունները ավելի ընդլայնվեն ամբողջ Հայաստան, որովհետեւ ցավոք մենք ունենք մարզեր, որտեղ ընդհանրապես այդ ծառայությունը հասանելի չէ եւ նույնիսկ կենցաղային անհրաժեշտության դեպքում այդ հարցը հնարավոր չէ ցավոք լուծել։ Մինչև եթեր մտնելը մենք զրուցում ենք եւ ես պատմեցի մի պատմություն, որը ինձ հետ է անձամբ տեղի ունեցել մի քանի ամիս առաջ, գործի բերումով ինձ անհրաժեշտ էր մասնագետ հենց այս ուղղությամբ եւ ես չկարողացա գտնել Հայաստանում, ես դիմեցի միջազգային խուլու համրերի ժեստերի լեզվով մասնագետներին, ովքեր ինձ ասացին, որ Հայաստանում այդ մասնագետները կամ արտերկրում են այս բան, կամ զբաղված են եւ ես երկար ժամանակ փնտրելուց հետո գտա մասնագետի, ով պարզվեց խոսում էր, թարգմանում էր միայն հայերեն ժեստերի լեզուն։ Ինչքանով է դա կարևոր մեր երկրի համար, որ մեր մոտ զարգանա հայերեն թարգմանություն ժեստերի լեզվի եւ ինչքանով է կարևոր, որ մենք ունենանք նաեւ միջազգային թարգմանությունը, որն է մեր երկրի համար առավելագույն կարևորությունը այս բանին, որի պահանջարկը ավելի շատ կա։ Եվ մի բան էլ ես ավելացնեմ, մենք կարող ենք խոսել շատ կիրթ, շատ գրագետ, եւ մենք կարող ենք խոսել ինչպես սովորաբար լինում է մեր ընտանիքներում, ավելի այսպես խոսակցական։ Եվ արդյոք սա նույնպես ժեստերի թարգմանության մեջ նշանակություն ունի։ Նշանակ կա բնականաբար գրական ժեստային տարբերակը եւ նաեւ խոսակցական ժարգոնային ժեստային տարբերակը եւ կախված միջավայրից դրանք պիտի համապատասխանաբար թարգմանվեն, այսինքն զուտ եթե ժարգոնային հայերենով է խոսքը ասվում, դա պիտի համապատասխանաբար թարգմանվի հայերեն ժեստերի լեզվի ժարգոնային համապատասխան տարբերակով, եթե այդպիսի կան իհարկե։ Ինչու է կարևոր հայերեն ժեստերի լեզվի, որովհետեւ Հայաստանում ապրող խուլ մարդիկ հաղորդակցում են հայերեն ժեստերի լեզվով եւ դա իրենց մայրենի լեզուն է եւ սրանք կա տպավորություն, որ ժեստերի լեզուները համընդհանուր ունիվերսալ լեզուներ են, բայց այդպես չէ, դրանք շատ բնական լեզուներ են, այսինքն դրանք կոնկրետ միջավայրում են ձևավորվում, այլ ոչ թե ինչ որ մեկի կողմից ստեղծվում եւ տեղափոխվում են ինչ որ միջավայր, դրա համար էլ դրանք ազգային լեզուներ են եւ բնականաբար շատ ժեստերի լեզուների տարբերակներ կան այդ մեր տարածաշրջանում եւ դրանք լեզվաընտանիքներ էլ ունեն բնականաբար եւ մեկը մյուսին որոշակի նմանություն ունի
մեզ համար առաջնահերթը հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչներ պատրաստելն է բնականաբար, բայց միշտ խրախուսել է այլ լեզուներ իմանալը եւս եւ բնականաբար ունենք ռուսերեն ժեստերի լեզու, ամերիկյան ժեստերի լեզու կամ բրիտանական ժեստերի լեզու կամ միջազգային ժեստային լեզուն իմանալը եւս խրախուսել է։ Պետք է ասեմ, որ միջազգայինը շատ քիչ է օգտագործում, դա օգտագործում է հիմնական միջազգային հավաքների ժամանակ, օրինակ միավորված ազգերի կազմակերպության համաժողովների թարգմանության ապահովման համար։ Մենք մոդուլում ունենք նախատեսած միջազգային ժեստերի լեզուն ուսումնասիրելը, բայց առաջնահերթ չէ այդ մասնագետները պատրաստել, երբ ունենք մեր ազգային ժեստերի լեզվի պահպանության զարգացման խնդիր։ Երբ խոսում ենք այս ծրագրի ներդրման մասին, հա, ինչ փորձ ենք բերել դեպի Հայաստան, արդյոք ունենք ինչ-որ միջազգային փորձ, թե ավելի Հայաստանի մասնագետների այսպես միավորման արդյունքում է ստեղծվել այս ծրագիրը։ Կարծում եմ հարցին լավագույնս կպատասխանի Մուշեղը, որովհետև աշխատանքային խմբ իհարկե բոլոր մասնակիցները աշխատանքային խմբի դեպ մոռացան նշել, որ աշխատանքային խմբում ներգրաված էին թե լսողության խնդիրներ ունեցող հատուկ դպրոցի տնօրինությունը եւ դասավանդողները, ինչպես նաեւ խորհրդերի միավորումը եւ մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմից եւս կային ներգրավվածություն, բայց կարծում եմ, որ Մուշեղը լավագույնս կպատասխանի, որովհետեւ հիմքում հենց կարելի է ասել ամբողջ աշխատանքի համակարգումը դրված էր Մուշեղի ուսերին, Մուշեղը Իհարկե միջազգային փորձ ուսումնասիրել էինք եւ նայել ենք եւ տարածաշրջանի երկրների փորձը, այդ թվում Վրաստանի փորձը եւ նաեւ Ռուսաստանի եւ այլ ԱՊՀ տարածաշրջանի երկրներ, որովհետեւ լեզուն որոշակի առումով ազդեցություն ունեցել է այդ տեսանկյունից եւ նաեւ միջազգային փորձը ավելի բարեմության Եվրոպայի երկրների փորձը շատ տարբեր են այդ փորձերը եւ չկա մի մոդել, որը հնարավոր է ուղղակի բերել մեր հայաստանյան միջավայր եւ այն կաշխատի, սա շատ ադապտացված տարբերակ է, շատ երկրներում դրանք բարձրագույն կրթական ուսումնական հաստատություններում, բուհերում իրականացվող ծրագրեր են, բակալավրատում կամ մագիստրատուրայում, մեր դեպքում ինչու դա չենք կարող անել, որովհետև լեզուն քիչ ուսումնասիրված է եւ գրականություն չկա, որպեսզի դա կարողանանք լեզվաբանական ուսումնասիրության դաշտ մտցնել։ Դրա համար մենք կսկսենք քոլեջի մակարդակից պատրաստելով պրակտիկ թարգմանիչներ, այնուհետև եթե հուսով եմ այդ մասնագետներից, ուսանողներից ցանկություն կհայտնեն ավելի խորքային գիտելիքներ ստանալու, արդեն լեզվաբանական մակարդակում, որովհետև սա եւս կայուն լեզվաբանական համակարգ ունեցող լեզու է եւ արժանի է նույնքան ուսումնասիրության, ինչպես խոսակցական լեզուներ, այդ թվում հայերենը։ Այս մասնագիտական ծրագիրը ներդրվել է Երևանի պետական հումանիտար ներողություն քոլեջում այս տարվանից, տարեսկզբից, թե դեռ նոր պետք է ունենանք ուսանողներ, արդեն ունենք ուսանողներ, թե Գոնե հետաքրքրված մարդիկ։ Այո, միջին մասնագիտական կրթական ծրագիրը ներդրվելու է հումանիտար քոլեջում 26-27 ուսումնական տարվանից կսկսի գործել ծրագիրը, այս պահի դրությամբ այո ուրախություն մեզ բոլորիս կան դիմորդներ, 3 փաստացի դիմորդ ունենք եւ մի քանիսն էլ այս պահին հետաքրքրված են եւ փաստաթղթային խնդիրներ են լուծում, որպեսզի եւս ընդունվեն, բայց ավելի շատ հետաքրքրվողներ կան այս պահին եւ հուսանք տեղերը կհամալրվեն, որովհետև նշեմ նաև, որ այս տարվա համար, ընդունելության համար նախատեսել ենք 13 անվճար տեղ եւ 12 վճարովի տեղ, վստահ եմ, որ կհամալրվեն տեղերը։ Իսկ եթե խոսենք այն մասին, որ ենթադրենք մասնագիտությունն իսկապես կայացավ, մարդիկ կարողացան սովորել, արդյոք սա ենթադրում է, որ այս մասնագետները կարող են նաև ուղակի դպրոցներում լինել որպես ուսուցիչի թարգմանիչ։
Եվ այսինքն արդեն ենթադրենք, որ հետագայում խուլ եւ համր երեխաները կարող են սովորել այն դպրոցներում, որտեղ որ սովորում են նորմալ երեխաները, որոնք չունեն այդ խնդիրները։ Այսինքն ունենանք թարգմանիչ, միգուցե սա այսպես շատ ֆանտաստիկայի ժանրից եմ խոսում, բայց սա էլ շատ կարևոր քայլ կլինի այն մասին, որ մարդիկ կկարողանան այդ տարանջատումը, հա, վերջապես հասկանան, որ եթե մարդ ունի որոշակի առանձնահատկություններ, այդ տարանջատումը ինչպես եղավ վերջերս, հա, երբ որ մարդիկ ունեին ֆիզիկական խնդիրներ, այդ մարդիկ արդեն կարողանում են գալ նորմալ պետական դպրոց, իհարկե այնտեղ էլ կան որոշակի խնդիրներ, բայց սա նաև մտածելակերպի խնդիր է լուծում։ Միանշանակ թարգմանիչները կարող են աշխատել նաև կրթական համակարգում որպես թարգմանիչներ, իրենք չեն կարող դառնալ սուրդո մանկավարժներ կամ մանկավարժական աշխատողներ, որովհետև իրենք մանկավարժական կրթություն չեն ստանալու, բայց իրենք կարողանան թարգմանչական ծառայություններ մատուցել, այդ թվում կրթական հաստատություններում, հատկապես որ այո, շատ մարդիկ խուլ երեխաների ծնողները հիմա ավելի շատ հաճախ են նախընտրում, որ երեխան գնա իրենց տան մոտ գտնվող դպրոց, այլ ոչ թե տեղափոխվի Երևան, հատկապես եթե մարզում է ծնվել երեխան, այս տեսանկյունից դա շատ կբարձրացնի կրթության որակը նաև, բայց նաև չխոսենք միայն հանրակրթական դպրոցների մասին, այլ նաև միջին մասնագիտական կրթություն ստացող խուլ անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից կամ բու ընդունվողների դեպքում, որտեղ հետաքրքրությունը օրեցօր ավելանում է խուլ անձանց շրջանում իրենց մասնագիտական կրթությունը ձեռք բերելու, զարգացնելու եւ ցավոք այսօր մեր բուհերը կրթական միջավայրը ամբողջությամբ հարմարեցված չէ եւ չի տրամադրում այս ծառայությունը, ինչը հասկանալի է, որովհետեւ թարգմանիչների շատ սուղ մեծ խնդիր ունենք Հայաստանում, այդ տեսանկյունից հնարավորությունները անսահման են դառնում, բայց պետությունը որոշակի քաղաքականություններ պիտի իրականացնի, որ կարողանա ապահովելու նաև զբաղվածությունը բոլոր ուսանողների, ովքեր կդառնան հայերեն ժեստերի լեզվի առաջին թարգմանիչներ այս ծրագրի շրջանակներում։ Վստահաբար այս ծրագիրը շատ կարևոր է եւ շատ մեծ բաց կլրացնի այս ոլորտում եւ ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողների մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կհետաքրքրվեն եւ կցանկանան, կխնդրեմ վերջում, քանի որ ցավոք սրտի մեր ժամանակը սահմանափակ է, ուղերձ փոխանցեք այն մարդկանց, ովքեր հետևում են մեզ հիմա եւ հետաքրքրվեցին այս թեմայով։ Այն հետաքրքիր է մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են, հա, այս տեսակ մարդկանց հետ։ Օրինակ, երբ որ մեզ հիմա նայում են շատ ու շատ մարդիկ, երիտասարդներ, ինչպիսին պիտի լինի այն մարդը, ով կընտրի այս մասնագիտությունը։ Որոշակի կարևոր կետեր, հա, դա կարող են լինել մասնագիտական առումով եւ թե մարդկային առումով։ Առաջին հերթին պիտի պրոֆեսիոնալ լինի եւ հարգի անձի արժանապատվությունը եւ տեղյակ լինի անձի բոլոր իրավունքներից, այդ թվում գաղտնիության իրավունքը, որը ամենակարևորն է թարգմանչական գործի տեսանկյունից, որովհետև թարգմանիչները գործ ունեն բազմաթիվ անձնական տվյալների, գաղտնիքների հետ եւ ամենակարևորը կարծում եմ պրոֆեսիոնալիզմն է այդ տեսանկյունից, որ անձը կարողանա հարգանք ցուցաբերել եւ լսող անձի եւ չլսող անձի նկատմամբ, որտեղ ինքը երկու անձի հետ է աշխատելու փաստացի եւ նաեւ ապահովի գաղտնիությունը։ Եվ վերջում եկեք եւս մեկ անգամ հիշեցնենք, թե այս մասնագիտությունը որ քոլեջներում կարող են ձեռք բերել եւ եթե հետաքրքրված են մարդիկ մանրամասնություններին ինչպես կարող են ծանոթանալ։ Մասնագիտությունը 26-27 ուսումնական տարվանից ներդրվելու է, ինչպես խոսքումս նշեցի, հումանիտար քոլեջում։ Մասնագիտության տևողությունը իդեպ 2 տարի է։ Միջնակարգ հիմքով է ընդունելությունը, այսինքն անձը, ով կարող է դիմել տվյալ մասնագիտության համար, պետք է ավարտած լինի 12-րդ դասարանը։ Այդպես, վճարովի եւ անվճար կարող է։ Այո, կան վճարովի եւ անվճար տեղեր։ Եվ ինչ քննություններ պետք է հանձի, այս այլ է շատ հետաքրքիր։ Քննություններ ընդունվելու համար չունենք նախատեսած, ատեստատի գնահատականների հիմքով է ընդունելություն իրականացել։ Այո, պետք է ցանկություն։ Եվ իդեպ նշեմ, Մշեղը չնայած պատասխանեց շատ լավ հարցին, բայց տվյալ մասնագիտությանը դիմող անձը պետք է ըստ իս արդեն բավականաչափ
գիտակից հասուն մտածելակերպ ունենա, որովհետև սա ուղղակի մասնագիտություն չի, սա շատ կարևոր մասնագիտություն է եւ դիմողը պետք է խորապես հասկանա ինչի է նա գնում եւ այս է պատճառը, որ հիմնական կրթության հիմքով որոշվեց չներդնել մասնագիտությունը, այլ միջնակարգ կրթության հիմքով, որովհետև շատ կարևոր է, որ անձը արդեն գիտակցական մակարդակով գնա այս քայլին։ Պետք է շատ սիրի մասնագիտությունը, որպեսզի հաջողի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հրաշալի։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնենք մեր տաղավարում Սիրանուշ Մելոյան, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մասնագիտական կրթության եւ ուսուցման, քաղաքականության, մշակման եւ ռազմավարության բաժնի պետ, Հովանիսյան Արևիկ, Հայաստանի խուլերի միավորում ՀԿ համակարգող եւ Մուշեղ Հովսեփյան, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ի նախագահ։ Շնորհակալություն այս առօրյա մեզ հետ սկսելու համար։ Մենք անցնենք առաջ եւ ինչ է մեզ հիմա սպասվում, Սամվել, ես կարծում եմ լավ երաժշտություն։ Դու իրավացի ես, ինչպես միշտ, Նելի։ Գնացինք։